բոլորս գիտակցում ենք համենայն դեպս խելամիտ մասան, որ դուք բացառիկ անձնավորություն եք ու մեր այս դժվարին իրավիճակում ստանձնելով այս դերը հավատացնում եմ ձեր բացառիկությունն ավելի է հարյուրապատկվում, հազարապատկվում։ Հիմա հարցը համացանցում սոցհարթակներում բդդվում են տեսահոլովակներ ու նաև արդեն հանրության մեջ շրջանառվում են լուրեր, որ ուժեղ Հայաստան դաշինքի հաղթանակի գրանցման դեպքում դուք Ռուսաստանի Դաշնություն եք ուղարկելու 300,000 զինվոր եւ մեր մարտիկները պայքարելու են Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում։ Իհարկե ես դա ամբողջապես հասկանում եմ կեղծիք է, ապա տեղեկատվություն է, ուղղակի առաջին մարդու շուրթերից կուզենայի, որ այդ նյութի մասին խոսք ասեք։ Դուք վստահ եղեք, մեկ մարդ չի գնալու ուրիշ երկրներում կռվելու համար։ Մեր մարդիկ ծառայելու են մեր ուժեղ, կահավորված, ճիշտ տեխնիկայով բանակում, ինչ այս մարդիկ քանդեցին հիմնահատակ։ Դուք մի մտածեք, մեր երիտասարդները շատ լավ են իրենց զգալու բանակում, իսկական ճիշտ ծառայություն է լինելու, ոչ թե սրանց կազմակերպած ծառայությունը, ինչպես ժողովրդին են նվաստացնում, այդպես էլ մեր զինվորներին։ Մեզ համար շատ կարևոր է լինելու այդ հարցը, արդեն մեր դեմ պայքարելու էլ ոչ մի ձև չի մնացել, միայն ստեր տարածելով, թե այս ամբողջ իշխանությունը ոտից գլուխ սուտը, ստերի վրա եկավ իշխանության, ստերով կերակրեց ժողովրդին 8 տարի, հիմա էլ իրենց ստերով նորից փորձում է կերակրել, բայց ես վստահ եմ, լոռեցիները դրան չեն հավատում, չեն հավատալու եւ ճիշտ իրենց ճակատներին տալու են իրենց ստերը հունիսի 7-ին։ Շնորհակալություն շատ։ Մեծ հույսեր են կապում մեր հաղթանակը ձևավորելու համար։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։